Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այս նախաձեռնությունը, երբ որ հանձնաժողովում քննարկվում էր, մենք այդպես էլ հասկացանք, որ սա լավ առիթ է, ամբողջ համակարգին բովանդակություն տալով։ Շատ լավ որ պարոն Սիմոնյանը իր ելույթում ասաց, որ պահանջը ձևավորվել է տաքսիստների, այսինքն մեքենա վարող անձնակազմի կողմից, եւ մենք այս առիթը կօգտագործենք եւ հանձնաժողովի քննարկման ամբողջ տարաբանությունը դա է եղել, տանկ են բովանդակությունը, որը կլուծի մարդկանց անվտանգ երթևեկելու եւ խնդիրներին։ Սոնաղազարան չկա, ասեմ, որ հանձնաժողովի ժամանակ նաեւ քննարկեցինք կարծիքների հարցը եւ այստեղ մենք անպայման պետք է ավելացնենք այն բովանդակությունը, որը վերաբերվում է դրան Այստեղ խոսվեց վիճակագրության մասին, ասեմ, որ վիճակագրության մասին նաև խոսվեց հանձնաժողովում, պարոն Արմեն Խաչատրյան, ձեր զեկույցով ներկայացնում եք վիճակագրական տվյալները, տեսակ ինչ հակասությունների մեջ էր պաշտոնական ներքին գործերի նախարարության թվերը, ամբողջությամբ մեր տրամադրության խնդիրները չէր լուծում։ Այնուամենայնիվ, Եթե մենք այս հարցերը չլուծենք, տեսեք, ոչ մի բառ չխոսվեց վթարները ինչի արդյունքում կարան առաջանան, հեռախոս։ Վահագ Ալեքսանյան արդեն հաստատեց, որ ես հանձնաժողովի նիստում ասում էի, որ ճիշտ է այդտեղ կատակի տեսքով էր, բայց իրականությանը մոտ է, որ մեքենա վարող շատ կանայք եւ ոչ միայն խոսում են, այլ նաեւ առիթի կարող օգտագործեն, չնկատեն կարմիր լույսը եւ շերտներ կօգտագործեն եւ խփեն դիմացի մեքենային։ Տղամարդիկ այլ վատ բան են անում, սիգնալ են տալի, վերջում կրակում են իրար վրա, էդ էլ կա։ Բայց ուզում եմ ասեմ, որ խստացումները խիստ անհրաժեշտ են լինելու, պարոն Մկրտչյան, եթե մենք այս հարցը չանենք, մենք այս առիթը օգտագործելու ենք, որպեսզի այդ բովանդակությունը ոչ միայն բալերը, մի վատ բան ասեմ, մեր ժողովուրդը բալերից էլ չի վախում։ Բալների ձևերը գտել են ամբողջ աշխարհում։ Մենք գործընկեր ունենք, որ համաշխարհային փորձը լավ ուսումնասիրում է, բայց չի նկատել, որ նույն Ֆրանսիայում, Գերմանիայում, երբ որ բալերն են բարձր, այդ բալերի խնդիրը լուծված է, գրում են բարեկամյանով, կնոջանով, ավարտում եմ հիմա, եւ խստացումները պետք է վերաբերվեն, պարոն Ազարյան, գումարին, գրպանին, բոլոր երկրներում հեռախոսային խոսակցությունը աննկարագրելի մեծ տուգանք է, մինչև 1000 եվրո է հասնում։ Այդ գրպանին, որ խփում ես, նա արդեն մտածում է հիմա, որ գումարը անմիջապես ուզեն, տանեն մուծեն, ինքը հեռախոսով խոսի, թե չէ, իսկ հեռախոսով խոսելը նշանակում է ինչ-որ մեկի կյանքը գնաց։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։